ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ամերիկյան զորքերի ցամաքային գործողության անհրաժեշտություն չի տեսնում։ Նրա խոսքով ԱՄՆ-ն արդեն ռմբակոծությունով լուրջ հարվածներ հասցրել Իրանի ռազմական ներուժին։ Թրամփը նաև նշել է կցանկանար անձամբ հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Ամերիկացի առաջնորդի գնահատմամբ Խամենեին ներգրաված ընթացող գործընթացներում եւ շարունակում է մեծ ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։ Թրամփը վստահություն է հայտնել Իրանի ղեկավարությունը կմասնակցի ԱՄՆ-ի հետ շարունակվող բանակցություններին։ Մեքսիկայի ոստիկանությունը հայտնաբերել է դեպի ԱՄՆ տարածք տանող 265 մետրանոց ստորգետնյա թունել։ Գաղտնի անցուղին գտնվել է Նույևա Տիխուանա շրջանում դաշնային իրավապահների հատուկ գործողության ընթացքում։ Թունելը գտնվել է ավելի քան 6 մետր խորության վրա եւ նախատեսված է եղել անօրինական սահմանափակումների համար։ Խոզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են զինամթերք բջջային հեռախոսներ, բանկային քարտեր եւ թվային սարքավորումներ։ Բացի այդ, արգրավել են մեթամֆետամինի տասնյակ չափաբաժիններ, ինչը վկայում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հնարավոր կապի մասին։ Մոսկվայում եւ Մերձմոսկովյան շրջանում մի շարք լցականներ սկսել են սահմանափակել բենզինի վաճառքը։ Օրը ՏԿ ցանկում եք հաճախորդի համար սահմանվել է մինչև 60 լիտր բենզին եւ 100 լիտր դիզելային վառելիքի սահմանաչափ։ Ընկերությունը հաստատել է սահմանափակումները գործում են ամբողջ ցանցում, սակայն պատճառները պաշտոնապես չեն բացահայտվել։ Մյուս խոշոր ընկերությունները եւս հայտնել են առանձին կայաններում կիրառվող սահմանափակումների մասին։ Մասնագետների գնահատմամբ առավել խնդրահարույց է դարձել AI-95 բենզինի մատակարարումը, որի արտադրության ծավալները վերջին շրջանում նվազել են։ Քուվեյթի միջազգային օդանավակայանը ենթարկվել է իրանական հրթիռների եւ անօդաչու սարքերի հարձակման։ Քուվեյթի իշխանությունների տվյալներով հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, կան նաեւ վիրավորներ։ Վնասվել են օդանավակայանի կարևոր ենթակառուցվածքներ եւ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Միջադեպից հետո դադարեցվել են բոլոր թռիչքները, իսկ Kuwait Airways-ը չեղարկել է չվերթները մինչև նոր կարգադրություն։ Քուվեյթի ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է հարձակումը, այն որակելով որպես քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված գործողություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ իր որոշումները փրկել են Իսրայելին հնարավոր կործանումից։ Նրա խոսքով, եթե ինքը չլիներ, Իսրայելը այլևս գոյություն չէր ունենա։ Թրամփը շեշտել է ռազմական գործողության մեկնարկի որոշումը կայացել է ինքնուրույն։ Նա հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը հակամարտության մեջ է ներգրավել Իսրայելի ճնշման հետևանքով։ Ամերիկացի առաջնորդը կրկնել է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը անթույլատրելի է համարում։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ն պետք է ապահովի չինացի լրագրողների օրինական գործունեության իրավունքը։ Պեկինի գնահատմամբ Վաշինգտոնը շարունակում է սահմանափակել չինական լրատվամիջոցների աշխատանքը։ Չինական կողմը նշել է լիովին կատարում է կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մաոնինի խոսքով մամուլի ազատության մասին հայտարարությունները պետք է ուղեկցվեն գործնական քայլերով։ Նա կոչ է ստեղծել բնականon աշխատանքային եւ կենցաղային պայմաններ ԱՄՆ-ում գործող չինացի լրագրողների համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնական այցով ժամանել է Կիև։ Ռյուտեն դիմավորել են Ուկրաինայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանում։ Այցը դիտարկում է որպես Ուկրաինային աջակցության եւ համերաշխության կարևոր ազդակ։ ՆԱՏՕ-ի ղեկավարի ներկայությունը Կիևում տեղի ունենում տարածաշրջանային անվտանգության լարված իրավիճակի պայմաններում։ Քաղաքագետ Եվգենի Մինչենկոն հայտարարել է Պուտին եւ Զելենսկու ուղիղ բանակցությունները տեսականորեն հնարավոր են։ Նրա խոսքով գլխավոր խնդիրը ապագա համաձայնությունների իրավական ձևակերպումն ու ճանաչումն է։ Մինչենկոն ընդգծել է անհրաժեշտ է բացառել հետագային պայմանավորվածությունների վիճարկման հնարավորությունը։ Նա նշել է բանակցությունների արդյունքները պետք է ունենան հստակ իրավական հիմք։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը չէր բացառել Զելենսկու հետ հանդիպան հնարավորությունը նաեւ երրորդ երկրի տարածքում։ Մոլդովայում քննարկումների մակարդակում դիտարկում է Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր վերանայումը։ Այս մասին հայտարարել է սոցիալիստների կուսակցության падգամավոր Բոգդան Ցիրդյան։ Նրա խոսքով թեման առայժմ պաշտոնական օրակարգում չէ, սակայն ապագայում կարող է քննարկման առարկա դառնալ։ Նա հիշեցրել է վերջին տարիներին արդեն տեղի են ունեցել մի շարք կարևոր քաղաքական փոփոխություններ։ Այս պահին առանց վիզայի ռեժիմի փոփոխության վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի ընդունվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմածովային շրջափակումը տեսականորեն կարող է պահպանվել մինչև սեպտեմբեր։ Նրա խոսքով նման սցենարը հնարավոր է, եթե Իրանի հետ հակամարտության կարգավորումը ձգձգվի։ Միաժամանակ Թրամփը նշել է, այդ տարբերակը քիչ հավանական է համարում։ Նա վստահություն է հայտնել բանակցությունների միջոցով հնարավոր կլինի արագ լուծել առկա խնդիրները։ Ամերիկացի առաջնորդի գնահատմամբ Իրանի հետ ընթացող գործընթացները զարգանում են բավական արագ տեմպերով։
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ծառուկյանը դատարանից պահանջում է պարտադրել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած շպիոն լրտես գործակալոտար երկրիահատուկ ծառայության ցուցումով Հանդրանիկ Թևանյանին բահակացուցակում ներառելու զրպարտչական տվյալները, որոնք ըստ Հայցֆորի կողմի զրպարտություն է եւ բարի համբավի արատավորում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը Փաշինյանից պահանջում է 6 միլիոն դրամ որպես զրպարտության պատճառված վնասի փոխհատուցում եւ 3 միլիոն դրամ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում։ 2026 թվականի հունիսի 3-ից սկսած Ռոսել Խոզնաձորը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից առաքվող նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի ներմուծման, ինչպես նաեւ այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա։ Այդ երկրներ կարանտինային ապրանքների մուտքը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։ Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմերի մշակումը։ Ընտրություններից ընդամենը օրեր առաջ կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի, լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանումը։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ինչպես նաեւ կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ, պտու, բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդ թիվ մանրամասները վաղը կառավարության նիստում, ասված է Գևորգ Պապոյանի հաղորդագրությունում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ այսօրվա նիստում ընդունել է որոշում ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության եւ արդյունավետության բարձրացմանը։ Որոշմամբ սահմանվել է, որ ոչ կենցաղային սպառողների հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության հաշվին եւ սահմանազատման կետում անհրաժեշտության դեպքում սպառողի տարածքից դուրս գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում, հայտնել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ չի վարվում որպես իրավահավասար գործընկերոջ, հայտարարել է Մարիա Զախարովան։ Եկեք հարց տանք իրավահավասար գործընկերոջ հետ այսպես են վարվում, իհարկե ոչ։ Երբ խոսքը վերաբերում է իրավահավասարությանը, գործը չի սահմանափակվում հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով, երդումներով։ Խոսքը գնում է հարաբերությունները միջազգային պայմանագրերով ձևակերպելու մասին, ասել է Զախարովան։ Հայաստանը կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը, հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Հայաստանի ժողովրդին պետք է տարանջատել իշխող վերնախավից, քանի որ հենց վերջինս է երկիրը տանում դեպի անդունդ։ Ռուսաստանի Դաշնությունն օգնում է թե Հայաստանին, թե նրա ժողովրդին, սակայն դեմ է հարաբերություններում ստին ու երկակի ստանդարտներին, ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահը։ ՀԱՊ գլխավոր քարտուղարը պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ հարցին հայտարարել է, որ դժվար է միաժամանակ լինել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի անդամ։ ԵԱՏՄ-ում ստեղծված արտոնյալ պայմանները չեն կարող տարածվել Եվրամիության անդամ երկրների վրա, ասել է նա։ Հավելել է նաեւ, որ ՀԱՊ-ից Հայաստանի դուրս գալու հարցը չի քննարկվել կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, այն քաղաքական է։ Լատվիայի ազգային զինված ուժերը մարտական պատրաստակամության են բերել մեծ Բալթիկայում հերթապահության իրականացնող ՆԱՏՕ-ի կործանիչները։ Ալուքսների շրջանում ԱԹՍ-ների հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով քաղաքացիների հեռախոսներն ուղարկվել են արտակարգ նախազգուշացումներ օդային տարածքին սպառնացող վտանգի մասին։ Տագնապը տևել է ավելի քան 1 ժամ, որի ընթացքում իրավիճակը գտնվել է զինվորականների խիստ վերահսկողության տակ։ Վերջին ամիսներին Լատվիայում արդեն արձանագրվել են անօթաչուների հետ կապված միջադեպեր, այդ թվում նավթաբազայի վնասման դեպք։ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բին Ֆեյսալ բին Ֆահադ բին Էմ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը դարձել է Էվերեստը նվաճած ամենաերիտասարդ արաբներից մեկը։ Նա աշխարհի ամենաբարձր գագաթին հասել է ընդամենը 24 տարեկան, 2 ամսական եւ 5 օրեկան հասակում։ Վերելքը իրականացվել է մայիսի 27-ին։ Այս նվաճումը դարձել է նրա 6-րդ հաջողությունը 7 գագաթներ ծրագրի շրջանակում։ Այժմ արքայազնին մնում է նվաճել եւս 1 գագաթ պատմական նախաձեռնությունը ամբողջությամբ ավարտելու համար։ Ուկրաինական անօթաչուները հարձակվել են Լենինգրադի մարզի վրա, թիրախավորելով Պետերբուրգի նավթային տերմինալը։ Ըստ հրապարակումների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտում, որը ամենախոշորներից է Բալտիկ ծովի տարածաշրջանում։ Դրոնների հարձակումը տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մեկնարկի օրը։ Միաժամանակ հարձակման է ենթարկվել նաև Տամբովի մարզի Պրոգրես ռազմական գործարանը, որը ներգրավված է ավիացիոն եւ հրթիռային համակարգերի արտադրությունում։ Ռուսական կողմը հայտարարել է, մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 354 անօթաչու թռչող սարք։
Ամերիկյան հայ սայթ պարբերականը հայտնում է Իրանի դեմ գործողությունների ընթացքում խոցված F-15-ի Strike Eagle կործանիչի օդաչուն նախկինում եւս հայտնվել էր նման իրավիճակում։ Ըստ հրապարակման ընդամենը 5 շաբաթ առաջ նա եղել է այն օդաչուններից մեկը, որոնց ինքնաթիռները խոցվել են յուրայինների կրակից։ Նոր միջադեպը տեղի է ունեցել Իրանի երկնքում իրականացված գործողության ժամանակ։ Լրագրողները նշել են, օդաչուն հավանաբար դարձել է Վիետնամի պատերազմից հետո առաջին զինվորականը, որը նույն հակամարտության ընթացքում 2 անգամ է խոցվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակում են Իրանի ափերի մոտ պահել շուրջ 25 մարտական նավերից բաղկացած խոշոր նավախումբ։ Տարածաշրջանում հերթապահում են 2 ավիակիրներ՝ USS Abraham Lincoln-ը եւ USS George Bush-ը, որոնց վրա տեղակայված են ավելի քան 100 ռազմական ինքնաթիռներ։ Օմանի ծոցում եւ Արաբական ծովում տեղակայված են նաեւ հրթիռային էսմինեցներ, ականավորցիչներ եւ դեսանտային նավեր։ Ամերիկյան նավերը ներգրաված են նաեւ իրանական նավահանգիստների շրջափակման ռեժիմի ապահովման գործում։ Վաշինգտոնը հայտարարել է պատրաստ է նոր գործողությունների, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն։ Բրիտանական բանակի Challenger 2 տանկերը տեղակայվել է Էստոնիայի Վիրուս շրջանում Ռուսաստանի սահմանին մոտ տարածքում։ Զրահատեխնիկան մասնակցում է ՆԱՏՕ-ի գարնանային փոթորիկ զորավարժություններին։ Ըստ Military Watch մագազինի զորավարժությունների ընթացքում մշակվել են ռուսական զինուժի դեմ մարտական գործողությունների տարբեր սցենարներ։ Տանկերի հայտնվելը սահմանամերձ գոտում դիտարկում է որպես տարածաշրջանային ռազմական ակտիվության հերթական աճ։ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղացնել ներկայությունը արևելյան ուղղությամբ։ Բահրեյնի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի հակաօդային պաշտպանական համակարգերը հետ են մղել համակցած հարձակումը։ Պաշտոնական տվյալներով խոցվել է 3 հրթիռ եւ մի քանի անօդաչու թռչող սարք։ Հարձակման մանրամասները չեն հրապարակվել, սակայն իշխանությունները շեշտել են, իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, իր երկիրը կարող է դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացման վայր։ Նրա խոսքով Բուդապեշտը պատրաստ է տրամադրել դիվանագիտական եւ հումանիտար աջակցություն։ Մադյարը նշել է, անվտանգության երաշխիքների հարցում վճռորոշ դեր ունեն միայն խոշոր տերությունները։ Նա ընդգծել է, Հունգարիան կարող է նպաստել երկխոսության կազմակերպմանը։ Իսրայել եւ Լիբանանի միջև խաղաղ շուրջ բանակցությունների 5-րդ փուլը կկայանա ԱՄՆ-ում։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթի խոսքով նախորդ փուլում կողմերը կարողացել են առաջընթաց գրանցել համապարփակ համաձայնության ճանապարհին։ Քննարկվել է նաեւ 60-օրյա անցումային շրջանի գաղափարը, որի ընթացքում իսրայելական զորքերը պետք է աստիճանաբար դուրս բերվեն Լիբանանից։ Նրանց դիրքերը նախատեսում էր փոխանցել ՄԱԿ-ի խաղաղապահներին։ Վաշինգտոնը հայտարարել է, նպատակն է ապահովել Լիբանանի ինքնիշխանությունն ու Իսրայելի անվտանգությունը։ Reuters-ի փոխանցմամբ Եվրոպայում քննարկում է Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր ձևաչափերի ստեղծումը Ուկրաինայի հարցով։ Անանուն գերմանացի պաշտոնյայի խոսքով անհրաժեշտ է մշակել բանակցային հարթակ, որը կլինի եւ արդյունավետ եւ ընդունելի եվրոպական երկրների համար։ Քննարկումներում կարևոր դեր է վերագրվում Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային։ Միաժամանակ Բերլինը շարունակում է հայտարարել Կիևին աջակցելու պատրաստակամության մասին։ Քաղաքական շրջանակներում աճում են կարծիքները, որ առանց երկխոսության երկարաժամկետ լուծման հասնելը դժվար կլինի։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, այս մասին Մարտունիում հայտարարել է նա, մանրամասներ ներկայացնելով Պուտինի հետ հեռախոսազրույցից։ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ լեզվակռվի մեջ չի մտնելու, հանգիստ պաշտպանելու է Հայաստանի դիրքորոշումները։ Մենք չենք գործելու Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ, բայց նաև չենք գործելու մեր շահերի դեմ, նշել է Փաշինյանը։ Արցախցիները չեն կարողանա մասնակցել համապետական ընտրություններին առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության, դատական ակտերը բեկանվել են։ Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել է տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որը առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմելու եւ ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք եւ ընդգրկվել ընտրողների ցուցակներում, պարզաբանել են ներքին գործերի նախարարությունից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպան ընթացքում զրուցակիցները քննարկել են եւ երկուստեք կարեւորել էներգետիկ, լոգիստիկ եւ առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի։ Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծշեն գյուղի Ասուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի եւ հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այս մասին հայտնել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ Օգտագործելով պլանետար բանյակային պատկերները Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ արձանագրել է, որ եկեղեցու անմիջապես արևելյան եւ հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային եւ շինարարական աշխատանքներ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում։
Զանգեզուրի միջանցքը որոշ դեպքերում կոչվում է Թրամփի երթուղի։ Զանգեզուրի միջանցքի 41-ից 43 կիլոմետր հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունը պահանջում է Մոսկվայի հետ կրոնական եւ հոգեվոր կապերի լիակատար խզում որպես Հայաստանի եվրոպական ինտեգրման նախապայման, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նշվում է, որ Եվրամիությունը փորձում է զրկել ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի հայոց թեմի եկեղեցական սեփականության նկատմամբ իրավունքներից եւ խոչընդոտել նրա երկխոսությունը հայ առաքելական եկեղեցու հետ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց կունենան քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ, Բրյուսելից հաղորդել են Ազատության աղբյուրները։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը արձակվել են Սանկտ Պետերբուրգի, Կրոնշտադտի, Կիրովի եւ Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ Քաղաքի իշխանությունների տվյալներով վնասվել են մի քանի օբյեկտներ, իսկ մի քանի մարդ ստացել է վնասվածքներ։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հարձակման ֆոնին խափանումներն արձանագրվել բջջային ինտերնետի աշխատանքում, իսկ Պուլկովո օդանավակայանում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, իր երկրի կառավարությունը չի պատրաստվում Ուկրաինային ուղարկել ոչ զինվորականներ, ոչ էլ սպառազինություն։ Հայտարարությունը հնչել է Բերլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո։ Մադյարը նշել է, այս դիրքորոշումը մնում է անփոփոխ նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացված քննարկումներից հետո։ Նա հիշեցրել է նույն քաղաքականություններ վարում նաև Վիկտոր Օրբանի կառավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Բաքու եւ Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել։ Փաթեթը ներառում է համագործակցություն էներգետիկայի, օգտակար հանածոների մատակարարումների, տրանսպորտային եւ տարանցիկ նախագծերի ոլորտներում։ Համաձայնագրերում տեղ են գտել նաեւ ավիացիային, արհեստական բանականությանը եւ թվային ենթակառուցվածքներին վերաբերող ուղղություններ։ Կողմերը շեշտադրում են երկարաժամկետ տնտեսական համագործակցության ընդլայնումը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, կա նշաններ, ըստ որոնց Մոջթաբա Խամենեին ողջ է եւ ավելի ակտիվ դեր է ստանձնում որոշումներ կայացնելու գործընթացում։ Նա նաեւ շեշտել է, Միացյալ Նահանգները չի կարող ընդունել իրավիճակ, երբ ռազմավարական նեղուցներով ազատ տեղաշարժ ունեն միայն իրանական նավերը։ Ռուբիոն նախազգուշացրել է, եթե Իրանը սահմանափակի ծովային երթևեկությունը, Վաշինգտոնը կարող է նույն կերպ արձագանքել։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա։ Նա հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալի հետ եւ քննարկել պաշտպանական համագործակցության ընդլայնումը։ Կողմերը կենտրոնացել են անօդաչու թռչող սարքերի արտադրության, կիրառման եւ հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման վրա։ Սվիրիդենկոն ընդգծել է, Ուկրաինան պատրաստ է կիսել պատերազմական պայմաններում ձեռք բերված փորձերով։ Քննարկվել են նաեւ վերակառուցման ծրագրեր եւ պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու նախագծերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև շփումների դադարեցման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով բանակցային գործընթացը շարունակվում է եւ կողմերը դեռ աշխատում են հնարավոր համաձայնության ուղղությամբ։ Թրամփը նշել է, այժմ եկել է գործարքնքելու ժամանակը։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն ուկրաինական ընկերություններին, որոնք զբաղվում են հրթիռային տեխնոլոգիաների եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մշակմամբ։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն պատրաստում է համապատասխան պաշտպանական միջոցառումներ։ Զելենսկին նաեւ հայտնել է հետախուզությունը ձեռք է բերել նոր ռուսական փաստաթղթեր։ Դրանք ըստ նախագահի վերաբերում են Ուկրաինայի միջազգային կապերը սահմանափակելու քաղաքական ծրագրերին։ Նա զգուշացրել է հնարավոր նոր ճնշումների մասին տարածաշրջանում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, Հունգարիայի եւ Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի եվրոպական ինտեգրման գործընթացին։ Նրա խոսքով Եվրամիության անդամակցության բանակցությունների մեկնարկը չպետք է դառնա երկկողմ վեճերի պատանդ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննարկվում է Ուկրաինային Եվրամիության հետ ասոցացված հատուկ կարգավիճակ տրամադրելու գաղափարը։ Այդ առաջարկը ներկայում ուսումնասիրում են եվրոպական կառույցները։ Մերցը հանդես է գալիս եվրոպական ընդլայնման գործընթացի արագացման օգտին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Hellfire հրթիռով հարված է հասցվել Lexi նավթային տանկերին, որը շարժում էր դեպի Իրանի Խար կղզի։ Ըստ հրամանատարության նավի անձնակազմը 24 ժամ անտեսել է բոլոր նախազգուշացումները եւ չի կատարել ամերիկյան հրահանգները։ Արդյունքում անօդաչու թռչող սարքը խոցել է նավի մեքենայական բաժանմունքը, այն շարքից հանելու նպատակով։ Հրամանատարության տվյալներով Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն վնասազերծել է 6 առևտրային նավ, եւս 120 նավը հրամանատարության ստիպված է եղել փոխել իր երթուղին։
Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Էրդողանն այդ ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար եւ միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Արադ Միրզոյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, այս մարդիկ ամեն ինչ անում են մեզ վրա նոր հարձակումներ լեգիտիմացնելու համար։ Այս մասին 3 բանավեճի ժամանակ ասել է Հայաստան Դաշինքի падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ի պատասխան Միրզոյանը հորդորել է սկանդալ չսարքել եւ Ադրբեջանին նոր հարձակման չհրավիրել։ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են, որ դեռ որոշակի տարածքներ կան, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են ու պատկանում են խորհրդային Ադրբեջանին եւ Ադրբեջանի վերահսկողության տակ կան տարածքներ, որոնք պատկանել են խորհրդային Հայաստանին, եւ կողմերը պայմանավորվել են, որ բոլոր այդ տեսակի հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որպես հիմք ունենալով Ալմա-Աթայի հռչակագիրը ու վերաբերելի եւ իրավական ուժ ունեցող քարտեզները։ Երբ անդադ գալիս ասում են մեր տարածքները կան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչ կասես հն, ինչ որ պահի ստիպված ես լինում ասել, որ մեր տարածքները կան Ադրբեջանի վերահսկողության տակ, որոշ տարածքները Ադրբեջանից կան մեր վերահսկողության տակ, կողմերը խաղաղ բանակցում են, բանավեճի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին ասել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նա նշել է, որ կալանքն ապօրինի է ու բողոքարկվելու է դատարանի որոշումը։ Երևանում այլևս 5 տրոլեյբուսներ չկան։ Այսօրվանից հունիսի 3-ից երթուղի է դուրս եկել նոր 45 տրոլեյբուս, որոնք սպասարկելու են գործող ուղղությունները փոփոխված մի քանի վերջնական գառով, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է անդրադարձել Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ։ Նա Հայաստանի ղեկավարությանը համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է A կետից հասնել G կետ։ Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը, Զախարովան նշել է, որ դա արդեն նույնիսկ 2 աթոռի վրա նստելու փորձել չէ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց կունենան քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Բրյուսելից հաղորդել են ազատության աղբյուրները, ըստ այդ տեղեկությունների Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։ Թե հայկական որապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, առայժմ հայտնի չէ։ Հստակ է սակայն, որ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին։ Ռուսները մեղմ ասած գոհ չեն Հայաստանում մեր ներգրավվածությունից, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Կարծում եմ կան փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման պատճառով նրանք կցանկանային, որ գործող վարչապետը պարտվեր ընտրություններում, նշել է Ռուբիոն։ Ճապոնիայում Չանմի թայֆունի մոտենալու պատճառով չեղարկվել է ավելի քան 300 չվեր։ Սահմանափակումները հիմնականում վերաբերում են Կյուսու կղզու Միազակայի եւ Կագոշիմա օդանավակայաններին։ Թայֆունի էպիկենտրոնը շարժվում է դեպի հյուսիս-արևելք մոտավորապես 25 կմ/ժ արագությամբ։ Օդերևութաբանները զգուշացնում են այն երեկոյան կհասնի հարավային Կյուսու, որից հետո կշարունակի շարժվել դեպի հյուսիս-արևելք։ Ճապոնիայի գլխավոր կաբինետի քարտուղար Մինորու Կիհարան հայտնել է, թայֆունի հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ։ Լեհաստանը աջակցում է Եվրամիության առաջարկին բացառել զորակոչային տարիքի ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանության ծրագրից։ Լեհ դիվանագետի խոսքով այն անձինք, որոնք օրինականորեն չեն կարող լքել Ուկրաինան, չեն կարող ԵՄ-ում ստանալ այդ կարգավիճակը։ Նա նշել է, որոշումը համահունչ է նաև Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշմանը։ Ըստ նրա, առաջնագծում մարդկային ռեսուրսների պակասը ստիպում է Կիևին աջակցել նման սահմանափակումներին։ Դիվանագետը վստահեցրել է, որոշակի խմբերի բացառումը չի խախտի մարդասիրական եւ էթիկական սկզբունքները։ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կարող են ազդել նավթային ընկերությունների, այդ թվում Լուկոյլի վրա։ Քննարկում է սահմանափակումներ նաև ռուսական ստվերային նավատորմի եւ նավթու հեղուկացված գազ տեղափոխող նավերի նկատմամբ։ Նախատեսվում է արգելել այդ նավերին ծառայություններ մատուցելը։ Առաջարկներից մեկն է ռուսական նավթի գործող գնի առաստաղի պահպանությունն է մինչև դրա ժամկետի ավարտը։ Պոլիտիկոյի տվյալներով ԵՄ պատժամիջոցների ցանկում կարող է հայտնվել նաև պատրիարք Կիրիլը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, հակամարտությունը կարող է ավարտվել նույնիսկ օրվա վերջում։ Դրա խոսքով դրա համար Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան այն շրջաններից, որոնք Ռուսաստանը համարում է իր տարածքը։ Պեսկովը նշել է, այդ որոշումը կախված է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց։ Նա մեկնաբանել է նաև Կիրիլ Բուդանովի հայտարարությունը, ըստ որի Կիևը ցանկանում է ռազմական գործողությունները դադարեցնել մինչև ձմեռ։
Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիան հայտարարել է Su-75 checkmate կործանիչի փորձարկման նմուշի կառուցման մեկնարկի մասին։ Միացյալ ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Վադիմ Բադեխայի խոսքով նախագիծը արդեն անցել է գործնական իրականացման փուլ։ Նոր կործանիչը նախատեսված է ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ արտասահմանյան պատվիրատուների համար։ Նրա հիմնական առավելություններից մեկը ավելի ցածր արժեքն է համեմատած երկշարժիչ մարտական ինքնաթիռների հետ։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, առաջին փորձնական թռիչքը կարող է իրականացվել արդեն 2026 թվականին։ Շվեդիայի ռազմաօդային ուժերի Gulfstream 4 հետախուզական ինքնաթիռը թռիչք է իրականացել Ռուսաստանի սահմանի մերձակայքում։ Այն օդ է բարձրացել Ֆինլանդիայի Տամպերը քաղաքից եւ շարժվել դեպի հյուսիսային շրջաններ։ Այնուհետև օդանավը փոխել է ուղղություն եւ սկսել թռիչք կատարել Ռուսաստանի սահմանին զուգահեռ երթուղով։ Հաղորդվում է ինքնաթիռը գտնվել է Մուրմանսկից մոտ 220 կիլոմետր հեռավորության վրա։ Աքսիոսի փոխանցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Աղբյուրների համաձայն նա Նեթանյահուին անվանել է խելագար եւ մեղադրել անշնորհակալ լինելու մեջ։ Թրամփը բարձր տոնով հետաքրքրվել է, թե ինչ է անում Իսրայելի ղեկավարը Լիբանանում իրավիճակի սրման ֆոնին։ Հաղորդվում է, նա հայտարարել է, առանց իր աջակցության Նեթանյահուն կարող էր հայտնվել բանտում։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ պնդել է, աշխարհում շատերը բացասաբար են վերաբերվում Իսրայելին։ Եվրոպական խորհրդանի падգամավոր Եվա Զայացկովսկա Գերնիկը խիստ քննադատել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին։ Նրա դժգոհության պատճառը Զելենսկու նկատմամբ Տուսկի դիրքորոշումն է եղել։ Падգամավորը հայտարարել է, ուկրաինական առաջնորդի կողմից ուկրաինական ապստամբների բանակ հերոսներ անվան օգտագործումը վիրավորական է լեհերի համար։ Նա մեղադրել է լեհ իշխանություններին այդ քայլը արդարացնելու փորձերի մեջ։ Վերջինիս խոսքով Տուսկը նման հայտարարություններով նվաստացնում է սեփական հեղինակությունը։ Իրանը հայտարարել է կդադարեցնի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, եթե Իսրայելը շարունակի ռազմական գործողություններ Լիբանանում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով նման իրավիճակում Թեհրանը ոչ միայն կհեռանա բանակցություններից, այլև կարող է անմիջական բախման մեջ մտնել հակառակորդի հետ։ Հաղորդվում է, Մերձավոր Արևելքի ճգնաժամը բացահայտել է Եվրամիության էներգետիկ ռազմավարության խոցելի կողմերը։ 2025 թվականին Եվրամիությունը սահմանել է ռուսական Ուրալի նավթի գնի առաստաղ շուկայական արժեքից 15% ցածր մակարդակով, սակայն էներգակիրների միջազգային գների աճը սպառնում է վնասել իրենց եվրոպական տնտեսություններին։ Հրատարակության տվյալներով Բրյուսելում արդեն քննարկվում է գործող $60 սահմանաչափի սառեցումը։ Չի բացառվում, որ մեխանիզմը նույնիսկ կասեցվի մինչև տարեվերջ։ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է ներդնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը մոտեցնելու համար։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ համակարգի բարեփոխումներին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման համար։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 3-ից 6-ի առավելապես կեսօրից հետո 7-ի օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 3-ից 6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ից 5 աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում հունիսի 3-ից 6-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում 7-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։